Կարմիր ժապավենի փոխարեն կարմիր վարդեր ու հեղուկ ազոտ։ Սառեցված ու փշրված վարդերի գիտափորձով փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը բացեց դռները փոքրիկ գիտնականների համար։ Արթուրն ու Մարինան ամուսիններ են, երկուսն էլ բժշկական կրթություն ունեն։ 2.5 տարի առաջ հասկացան, որ երեխաների ինտելեկտուալ ժամանցն ապահովելու համար անհրաժեշտ են յուրօրինակ գիտական շոուներ ու գիտափորձեր։ Տարիների ընթացքում նախաձեռնությունը վերածվեց գիտության թանգարանի։ Մեր նպատակը սեր զարգացնել երեխաների մոտ դեպի գիտելիքը։ Նանեն ու Աստղիկը դպրոցում ֆիզիկայի դասերը երբեք բաց չեն թողնում։ Մագնիսական դաշտի փոխանցման գիտափորձի ժամանակ նույնպես միասին էին։ Համարձակ ընկերուհիներն առաջինն էին, որ իրար ձեռք բռնած մասնակցեցին գիտափորձին ու պատկերացրեցին, թե ինչ է իրականում մագնիսական դաշտը։ Մագնիսական դաշտի շնորհիվ մեր մազերը լիցքավորվեցին, մենք դա ֆիզիկայից անցել էինք և սակայն քանի որ մենք այդ փորձը կատարեցինք, ավելի շատ հիշվեց մեր մոտ։ Երբ որ մենք կպակ այդ գնդակին էլեկտրոլիցքերը մեզ փոխանցվեցին և մեր մազերը հարցացան։ Քիմիայի, ֆիզիկայի ու մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների միախառնման արդյունքում գիտության թանգարան այցելող երեխաները տեսական գիտելիքները կփորձարկեն իրական պայմաններում։ Երեխաներին հատկապես դուր էր եկել լազերային լաբիրինթոսն ու ջրի եռալու փորձը։ Եվ ստեղծում է տպավորություն, թե իբր ջուրը եռում է, բայց իրականում դա պարզապես ֆիզիկական երևույթ է։ Ալիքն տատանումը մետաղական փոխանցվում է ջրին, իսկ հետո ջուրն էլ սկսվում է արդեն ալիքներ առաջացնել եւ եռալու տպավորություն ստեղծել։ Փոքրիկ Էյնշտեյնի այցելուները կմասնակցեն տարատեսակ խմբակների, կսովորեն եռաչափ նկարչություն։ 7 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված թանգարանը տարածաշրջանում եզակի օջախ է։ Գիտության ինտերակտիվ թանգարանն այցելուների համար բաց կլինի ամեն օր։ Մարիաննա Դանիելյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։